Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է դեկտեմբերի 25-ի համար։ Օրը 5 շաբթի է եւ տեսնենք ինչ է սպասվում, բայց մինչեւ այդ նաեւ ուզում եմ նշել, որ այս երկու օրը խնդրում եմ, ովքեր որ ապրում են դրսում, ովքեր որ ապրում են Հայաստանում, տարբերություն չկա, խնդրում եմ ինձ մի շնորհավորեք Սուրբ Ծննդյան հետ կապված նման տոներ ես երբեք չեմ նշել, ես արհեստական մեկ այլ երկրի տոներ երբեք չեմ նշում, ես որքան ժամանակ է դրսում եմ ապրում, Ավստրալիա, դեռ Ֆրանսիայից առաջ, ես երբեք իրենց տոները չեմ նշել, միգուցե ինչ-որ այդ օրը ավելի ինչ-որ քաղցր ենք կերել կամ նմանատիպ որևիցե մի բան, հատկապես օրինակ մայրիկների տոնը կամ նմանատիպ, բայց Սուրբ Ծնունդ ես երբեք չեմ նշել։ Ովքեր որ նշում են, թող իրենք նշեն, ես բոլորիդ շնորհավորում եմ, բայց ինձ մի շնորհավորեք, ինձ համար դա վիրավորական է։ Ես ապրում եմ Հայաստանի ձևով։ Ինձ համար հունիսի 1-ը երեխաների տոնն է, ինձ համար մարտի 8-ը ծնողների տոնն է, ապրիլի 7-ը ծնողների տոնն է, փետրվարի 23-ը տղամարդկանց տոնն է, 28-ը զինվորների տոնն է, չնայած որ տեղափոխեցին ապրիլ, մի խոսքով, այնինչ տոներ կան, ես նշում եմ միայն հայկական ձևով։ Ես օտար ազգի տոները չեմ վերածում իմը, ինչքան էլ որ ես այդտեղ ապրում եմ, սա իմ Սուրբ Ծննդյան օրը չէ։ Ես ունեմ Սուրբ Ծննդյան օր։ Ես այդ օրը չեմ նշում։ Բազմիցս ես խոսել եմ այս մասին, շատերդ եք, երբ որ մեկնաբանությունները բացեր, անցյալ տարի, նախանցյալ տարի դուք բոլորդ եւս շնորհավորում եք եւ այս անգամ եւս կխնդրեմ ոչ Facebook-ով, ոչ Viber-ով ինձ նման շնորհավորանքներ մի տվեք։ Կապ չունի ես դրսում եմ ապրում, ես հայավարի եմ ապրում։ Ես զտարյուն հայ կարող է չլինեմ, ես չգիտեմ իմ ծնողիս կողմը, երբ որ Պարսկաստանից է եղել այնտեղ ովքեր կան, միգուցե նաեւ ինչ-որ արաբի արուն էլ կա, միգուցե զտարյուն հայ չեմ, բայց ես ինքս այդպես եմ ինձ համարում եւ միայն ինձ համար գոյություն ունեն հայկական տոները։ Կարող եմ ես ձեզ մեր տունը ցույց տալ, ընդամենը տոնածառ է դրած, այն էլ շատ վաղուց բոլորդ գիտեք, եւ ես երբեք սեղան չեմ գցել, երբեք այդ օրը բացարձակապես մենք անցե գնացել ենք անգամ խանութ, տեսել ենք այդ Երուսերը, ասել ենք, դե շնորհավոր ձեր տոնը, դե դուք այդպես Երուսերի մեջ եղեք, մենք հետո կլինենք այդ Երուսերի մեջ։ Նման բաներ չկա մի խոսքով։ Ասելիքս դա է։ Սա այսօր կտեսնեք, ամսի 24-ին կտեսնեք, այնպես որ հուսով եմ բոլորս մեկս մյուսին կհասկանանք։ Ամեն մեկս մեր ձևն ունենք ապրելու։ Եվ ես այդ ձևով եմ ապրում։ Ուզում եմ 100 տարի ապրեմ դրսում։ Ուզում եմ մինչև կյանքիս վերջ ապրեմ դրսում։ Միևնույնն է դրսի տոները իմը չեն։ Ես միշտ հյուր եմ այստեղ։ Միշտ հավիտյան հյուր եմ։ Դա պետք է մեկ ընդմիշտ հիշել, եւ հյուրը երբեք չի նշում ուրիշի տոնը։ Դուք որ գնում եք ուրիշի տուն հյուրում, մնում եք մեկ շաբաթ, իրենց հետ նստում եք սեղան, բայց դա ձեր տոնը չէ, դա իրանց տոնն է։ Այդ ես այդ սեղանն էլ չեմ նստում։ Մենք ուղղակի չենք նստում, այսքանը։ Պարզապես մենք բացարձակապես այդ օրը ոչինչ չենք անում։ Դա ինձ հետ ինչ կապ ունի։ Մենք հունվարի 6-ին ենք նշում։ Այ քեզ բան։ Ով ուզում է նշել, թող նշի, եւս էլի մեկ անգամ եմ ասում, շնորհավոր բոլորին, ով որ նշում է։ Ես իմ տեսակետն ունեմ այս առումով։ Եվ տեսակետս տարիների ընթացքում երբեք չի փոխվել, թե 20 տարի է չի փոխվել, ինձ թվում է երբեք չի փոխվի։ Այսքանը սիրելիներս այդ առումով, որովհետև չեմ ուզում կարդալ, ինձ համար վիրավորական է։ Այսինքն դուք ոնց որ հայ չեք շնորհավորում։ Դե չգիտեմ, ամեն մեկը իր ձևն ունի։ Այսքանը տեսնենք ինչ է սպասվում այդ օրը։ Օրը 5 շաբթի արդեն նշեցի։ Փորձեմ արդեն կարգավորել, մեկ օր առաջ տեղադրել, որպեսզի դուք իմանաք, ընթացքում էլ անպայման նոր տեսանյութեր կլինեն։
Դե արդեն գնանք խոյերին, տեսնենք ինչ է սպասվում։ Ինչ է սպասվում խոյերին դեկտեմբերի 25-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը բավականին ուրախ եք լինելու եւ էմոցիոնալ է, այդպես ուրախության էմոցիաներ են սա։ Գուցե ինչ-որ կարևոր մի բան է տեղի ունենում ձեզ մոտ, դրա համար այդքան ուրախ եք։ Երկար սպասված ոչ է նամակ կստանաք, տեղեկատվություն, փաթեթ, լուր, ինչ-որ փաստաթուղթ կարող է լինել, նաեւ պետական աշխատողի կարող եք հանդիպել, միգուցե ոչ է տղամարդուց է, ումից երկար եք սպասել, ում պատասխանի եք սպասել։ Դե հանդիպում նաև շփում կունենաք այդ տղամարդու հետ։ Օրվա ընթացքում եւս էլի որոշ տեղեկություն կստանաք, հնարավոր է եւս ինչ-որ փաթեթ է կամ փաստաթուղթ է։ Այն ինչ որ դե դուք սպասում եք, սա նաև կարող է լինել ցուցակ կազմել, արդեն ամանորի շեմին ենք, մենք առանց ցուցակ ենք գնացել, գնել, ինչ որ բաներ, ինչ որ հիշում ենք, դեռևս ցուցակ չենք կազմել։ Եվ ցուցակս մնացել է Ֆրանսիայում։ Եվ կարիերան այստեղ նվազում է։ Սա մեկ-մեկ նշանակում է, որ դուք ոնց որ չեք աշխատում։ Այսինքն հիմա ավարտեցիք ամսի 25-ին կամ ամսի 25-ին ուղղակի չեք աշխատում։ Ինչ որ մի բան է, որ այդքան պատվերները կարող են նվազել, ոնց որ այլևս այդ ապրանքը այդքան չի հետաքրքրում, որովհետև մեկ այլ տոն է մոտենում, հա, եւ դրանք են գնում, ինչ որ պահեր են այստեղ։ Կարիերային նվազում է, սա աշխատանքը ավելի քիչ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին դեկտեմբերի 25-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը ժամի հետ կապված ուշադրություն դարձրեք, միգուցե ժամ եք պայմանավորվել, միգուցե տեղ եք գնալու, միգուցե ժամ եք ուզում վերցնել ինչ-որ մեկի մոտ եւ խոչընդոտներ կան, չեք կարող վերցնել։ Կամ նաեւ այստեղ երեկոյան են ձեզ համար խոչընդոտներ ստեղծում երկեզանի մարդիկ։ Այդ օրը նաեւ որից է փաստաթուղթ կարող եք ստանալ, որից է փաթեթ, նաեւ դա կարող է լինել ցուցակ եք կազմում, չէի կազմել, կարող է կազմում եմ եւ կարող ինչ-որ բան ստորագրել։ Հանդիպում կամ շփում կունենաք որից է տղամարդու հետ, միգուցե դա է կարող աշխատանքի հետ է կապված, կարող է մեկ այլ բան է, որ ստորագրում եք, ինչ-որ փաստաթուղթ եք ստորագրում։ Եվ դե երեկոյան արդեն ասացի, երկեսանի մարդիկ, այստեղ կարող են ձեզ համար խոչընդոտներ ստեղծել։ Եվ եւս մեկ բան էլ եմ ուզում ասել սկզբի հետ կապված, որ ասացի ես չեմ նշում, քանի ցուլ եմ, այստեղ եւս իմ ասելիքս էլ երկու բառով ասեմ, եթե կմտածեք, որ ամուսինս օտարերկրացի է եւ դրա պատճառով եւս կարող եմ նշել, դա բացարձակ կապ չունի։ Տեսակ խոսեցի, սա էլ նկատեցի, եթե նա ուզում է, կարող է նշել։ Ես չեմ նշում, միևնույն է։ Նա ինձ հետ համաձայն է եւ պարտադիր չի նշի։ Այսքանը։ Եվ այստեղ տան հետ կապված որ իրադարձություններ ունեք, հնարավոր տուն եք մաքրում, հնարավոր այստեղ տղամարդ է գալիս, կարող է ինչ-որ գործողություններ է անում տան հետ կապված, ուղումներ է անում միգուցե։ Եվ կարող է ամուսինն է գալիս տուն, տղան է գալիս տուն։ Այնպես կամ գնում եք տուն նայելու օրինակ, այս տղամարդը կարող է ձեզ տանը տուն է ցույց տալիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օրը մաղթում։ Գնայինք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին դեկտեմբերի 25-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը սպասում եք ինչ-որ մեկին, ինչ-որ բանի նաև։ Տան հետ կապված իրադարձություններ են, միգուցե այդպես կարող է տունը հյուր են գալիս կամ ինչ-որ բաներ, որից ուրախանում եք բավականին շատ, հա, տրամադրությունը բարձրանում է, էներգիայով եք լցվում։ Այստեղ հեռախոսազանգ է կամ ուզում եք զանգել ինչ-որ մեկին չի ստացվում, փակեք, չեք կարողանում իրեն ընկնել կամ այդ կազմակերպությանը ընկնել։ Հույսով եք, որ կլինի, հա, հույսով եք, որ այն կստացվի, բայց դե չեմ կարող հստակ ասել։ Կարող է հույսն այդ եք կորում, այդ օրներ պետք։ Նաև ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ, հանդիպում կամ շփում կունենաք ոչ թե մասնագետի հետ, բայց է լուսավոր մի բան տեղի կունենա, որը ձեր եւս տրամադրությունը կբարձրացնի։ Եվ երեկոյան կամ ընտանիքում շատ կարևոր պահեր են կամ գործարք եք կնքում կամ ձեզ կարող են ամուսնության առաջարկ անել, դուք անեք ամուսնության առաջարկ կամ տան տղամարդն է գալիս, կինն է գալիս, միգուցե գործուղման էին, միգուցե օտարերկրում էին գալիս են տուն։ Ինչ որ կարևոր օր է նաև միգուցե ձեր տան ընտանիքի անդամների համար։
Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին դեկտեմբերի 25-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը առավոտյան կարող եք ինչ-որ մեկի հետ վիճել, չեք դիմանում, վիճում եք, միգուցե գումարի համար է։ Նաև գումար կստանաք, գումար կծախսեք այդ օրը, ինչ-որ բան է փակ, ելք եք փնտրում, ինչ-որ բանի եք երևի սպասում, դա պետք է գա նոր դա լինի, դա կարողանաք անել։ Օրվա ընթացքում երկու հաջողություններ ունեք, մեկը ոչ է լուսավոր մի բան է տեղի ունենալու, որը ձեր տրամադրությունը կբարձրացնի, եւս էլի հաջողություն ձեր գործերում, ձեր բիզնեսում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին դեկտեմբերի 25-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը կարիերան մի փոքր առաջ կգնա, շատ չէ, բայց ինչ-որ կարող պատվերներ եք գրանցում, նոր ինչ-որ գործեր են, բայց շատ չեն, այդպես։ Նաև օրվա ընթացքում կսպասեք ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի, ինչ-որ միտեղ երկար կմնաք, նաև կամ ինչ-որ բան է դանդաղում, ինչ-որ բան է կանգնած, դրան եք սպասում։ Նաև այստեղ հիվանդանոցում ինչ-որ մեկը կա, կամ կարող գնալ որևէ բժշկական կենտրոն, կամ կոսմետիկայի հետ կապված ինչ-որ պրոցեդուրաներ անեք։ Եվ ոչ է կին կա, ում հետ որ կարող եք հանդիպել, դա այդքան էլ լավ կին չէ, դա աչքին է։ Կարող երեկոյան հանդիպել, տեսնել իրար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերի։
Ինչ է սպասվում կույսերին դեկտեմբերի 25-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ, միգուցե սիրային առումով է, միգուցե պետական աշխատողում, միգուցե ձեր երկրորդ կեսն է գալիս է տուն, ինչ-որ մի բան է ուշանում, մոտավորապես 2 ամսից ավել է ուշանա, նաև հանգստի կարիք ունեք, մի փոքր հանգստացեք, ձեզ հանգստի տվեք, կարիքը կա, այդ հանգստանալու, և երեքան ուզում եք պարկել, բայց կարծես թե չի ստացվում, ինչ-որ գործեր չեք հասցրել անել, դրա համար ոնց որ կամ չի լինում պարկել, կամ չի ստացվում, միգուցե սիրելին տունը չի, միգուցե երեխաները տունը չեն, այն ինչ-որ բան է, որ ոնց որ չեք կարողանում լիարժեք քնել, չի ստացվում։ Նա նաև ինտիմ հարաբերություններին կարող է վերաբերվել, նույնպես կարող եք որոշել գնալ ինչ-որ միտեղ ձեր սիրելիի հետ և այն ևս չստացվի։ Այսքանը ձեզ համար ոնց որ տեղ չլինի, եթե ինչ-որ մի տեղ եք գնում կամ մարդիկ կան տուն։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին դեկտեմբերի 25-ին։ Հարգելի կշարքներ, այդ օր առավոտյան հուզվում եք, միգուցե հանդիպելու եք ոչ տղայի հետ, միգուցե երեկոյան եք հանդիպելու, ինչ-որ հուզմունք կա։ Նաև երկար սպասված ոչ տեղեկատվություն կստանաք, նամակ, որևիցե փաթեթ, ինչ-որ փաստաթուղթ կարող է լինել, ոչ և շատ կուրախանաք, ձեր տրամադրությունը կբարձրանա։ Եվ երկիեսանի մարդիկ կան այդ օրը ձեր շրջապատում, կարող է, որ ուրախանում եք, իրանք այդքան էլ չեն ուրախանում ձեզ համար։ Եվ երեկոյան ևս էլի որևիցե նամակ կստանաք, տեղեկատվություն, կարող է նամակագրական կապի մեջ եք լինում իրար հետ և հետո ճանապարհ եք գնում, կամ դուք եք գնում իր մոտ, կամ ինքն է գալիս ձեզ մոտ, այդպես։ Եվ գումար եք ծախսելու այդ օրը, կամ գումար կստանաք, և արդեն կարող է երեկոյան եք հանդիպում այդ տղային, կամ երեկոյան եք, կամ առավոտյան, երկուսն էլ այստեղ կա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնայինք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին դեկտեմբերի 25-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը առավոտյան հաջողություն ունեք ձեր գործերում, ձեր այն ինչ որ անեք, հա, ձեր բիզնեսում նույնպես։ Եվ ինչ որ մի բան է ուշանում, կարող եք տատանվել, թե ինչպես այն անել, որ լինի, որ ստացվի ձեզ մոտ։ Նաև այն ինչ որ ծանոթ կանեք, թե ինչ կարող եք անել, որ կամ շուտ լինի, կամ ինչ կարող եք լրացնել դրա փոխարեն, որովհետեւ հնարավորություն կարող եք ձեր ձեռքից բաց թողնել, բայց գիտեք, այստեղ էմոցիոնալ կլինեք, որ ձեր ձեռքից բաց եք թողել, բայց ինձ թվում է ավելի լավ, որովհետև ինչ մի բան փուչիկ էր։ Դա հետո կարող եք իմանալ, որ այդ ամենը փուչիկ էր եւ ձեզ պետք չէր։ Հա, ոնց որ ինչ որ կարևոր բան չէր, դե ոչինչ, որ օրինակ կորցրեցիք այդպես։ Նաև ոչ է գաղտնիք կբացահայտվի, կարող եք իմանալ, որ ինչ որ մի բան բաց եք թողել ձեր ձեռքից, հա, այդպես կարող է ուրիշն է ձեզ ասում, եւ դրանից կարող եք եւս էմոցիոնալ լինել։ Երեկոյան որևիցե տղայի հետ կարող եք հանդիպել կամ ձեր ամուսինը գա ձեր տուն կամ միգուցե գործնական առումով է, ամենայն դեպս միգուցե նաև նոր ծանոթություն է, կարող եք հանդիպել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորների։ Ինչ է սպասվում աղեղնավորներին դեկտեմբերի 25-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը սպասում եք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի եք սպասելուն և ոմանք շատ աշխատանք կունենան,
Ոմանք հարցազրույցի կգնան, աշխատանքի կընդունվեն կամ բիզնես առաջ կտանեք, նաև հանդիպում պետական աշխատողի հետ։ Գուցե ընտանիքի անդամներից են աշխատանք գտնում եւ այստեղ վեճում եք, երևի թե սպասում եք չեն գալիս, վիճում եք իրենց հետ։ Այսքանը ձեզ համար, ուրիշ այստեղ ոչինչ չկա, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին դեկտեմբերի 25-ին։ Հարգելի այդ եղջյուրները, այդ օրը լուսավոր որոցը մի բան է տեղի ունենալու, որ ձեր տրամադրությունը կբարձրացնի, բայց այստեղ պետք է ուշադիր լինեք, որ ընտանիքի անդամների հետ չվիճեք, մեկը մյուսին կարող է լավ չհասկանալ, գուցե նաև կարող է վիրավորում է, եւ նաև ոչ է կին է, ով որ երգեհեսանի է, ինքը լավ կին է երևում, բայց նա երգեհեսանի է, եւ ժամը ձեզ համար շատ կարևոր է, ժամին ուշադրություն դարձրեք, միգուցե այդ կինն է, իր մոտ եք ուզում ժամ վերցնել, երգեհեսանիություն է անում, որ իբր ավելի շատ վճարեք, որ ժամ տեղ չունի եւ այլն ինչ-որ կարող նման պահեր են։ Ամենայն դեպս ժամին ուշադրություն դարձրեք, որ չուշանաք, եթե պայմանավորված եք։ Ոչ մի տեղ կգնաք, երկար կմնաք, նաև հաջողություն ունեք, նոր դռներ են բացվում ձեր առջև, տրամադրությունը բարձր կլինի, էներգիայով լցված կլինեք եւ տան հետ կապված ոչ պահեր են, միգուցե դա է հաջողությունը։ Նաև կարող է տեղափոխվում եք, կարող է ինչ-որ պահեր են այստեղ, որ տան հետ է կապված, միգուցե ընտանիքի անդամներն են գալիս, միգուցե վարձն եք տալիս, հաջողությամբ ավարտում եք դրան, այդ բրցնում եք այդ խնդիրներից։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին դեկտեմբերի 25-ին։
Հարգելի ջրհոսներ, այդ օրը առավոտյան հուզվում եք, չգիտեմ ինչու, գուցե արտասվում եք, գուցե հուզվում եք։ Ինչ-որ մի բան է փակ լինելու օրվա ընթացքում չեք կարողանում դա անել, գուցե չեք կարողանում հեռախոսով զանգարել ինչ-որ մեկին, սպասում եք զանգի, չի ստացվում, ուշանալու է ինչ-որ մի բան, դրանից էլ չեք կարողանում այդ օր ինչ-որ մի բաներ անել։ Ճանապարհ եք գնալու, նաև ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, հատկապես ճանապարհին, եւ այստեղ հանդիպում նաև շփում ունեք որևիցե տղամարդու հետ, դա կարող է լինել պետական աշխատող, կամ ինքը կարող է ասել, որ ինչ-որ մի բան չի ստացվում, կամ ուզում եք կապ հաստատել իր հետ, չի ստացվում։ Եվ հոգնածություն կարող է լինել ճանապարհից գալուց, կարող է երկար ճանապարհ եք գնում, ժամին պետք է ուշադրություն դարձնեք, որ ճիշտ ժամանակին տեղ հասնեք, կամ կարող է այդպես է երկար ժամանակ ճանապարհին եք լինելու եւ կհոգնեք։ Նաև կարիերայի հետ է դա կապված։ Գուցե ձեր աշխատանքի հետ է կապված ինչ որ ժամը կամ փոխում եք կամ այսօր ոնց որ դուրս եք գալիս ավելի շուտ, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին դեկտեմբերի 25-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը առավոտյան ինչ որ հարցի շուրջ կարող եք տատանվել, ինչ որ մի բան է ձեզ տանջում։ Նաև ոչ կտրուկ կամ դուք եք զանգահարելու ինչ որ մեկին կամ ինչ որ մեկը կարող զանգահարել ձեզ, ում չեք էլ սպասում, օրինակ կարող է ձեզ զանգահարել։ Անսպասելի դա կարող է լինել կամ ինչ որ մի տեղից կարող է զանգը լինի, որ եւս էլի չեք սպասում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։